Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ձեզ քաղաքի ճակատագրի պատասխանատու համարեցին։ Այո, բայց այս ընտրություններով ինչ է փոխվել։ Գյումրիում քաղաքապետի ընտրություն է եղել, քաղաքապետ է ընտրվել։ Այդ ոչ ճակատագրական, էլի եմ ասում, մեկի գլխուց մազնի, էս լինի, այն լինի, դե այնա Երևան եղավ։ Նոր-նորքի այդ process-ները հայ չէին, հայի գլխուց մազ չընկավ, ինչ արվեց, ինչ է արվում։ Այսինքն, ինչ հասկանանք, էլի Վարդան Ղուկասյանը ընտրվել է Գյումրու քաղաքապետ, այստեղ ուժային կառույցներ բանել հեշտ բան չկա, հա, բոլորը հավաքեցին վեշերը, այդ պայուսակները խփին թևերի տակը գնացին, Գյումրին թողեցին, գնացին, հա, Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է դառել։ Հիմա մարդուն դու մտածե, հանգարց քաղաքում բան եղավ, ինչ պիտի անի, ինչ պիտի պատասխան տաս։ Ոչ մի բան չկա, ինչ է եղել։ Քաղաքապետ է դարձել, պատասխանատվություն է վերցրել իր վրա, պատասխանատու է օրենքի առաջ, պատասխանատու է պետության թեմը, լավ գիտակցելով, որ պետությունը ամեն րոպե վարյան անգամ աշկը չի թերթելու, եթե քաղաքում իրանց հետ կապված մի հատ վատ քայլ եղավ, աշկը չի թերթելու, եւ պլյուս դրան 3 քաղաքական ուժերից էլ հետը։ Ուշով հետևելու ենք։ Քաղաքում մի հատ ավելորդություն պրոբլեմ է ունենալու Գյումրու ավագանիում։ Քաղաքում մի հատ ինտրիգներ պրոբլեմ են ունենալու եւ շատ նորմալ է, բնական է։ Իսկ եթե մարդը նորմալ աշխատելու է, ուրեմն թող աշխատի։ Ոչ մի պրոբլեմ չի ունենալու։ Գյումրեցիները համենայն դեպս պրոբլեմ չեն ունենալու։ Այն որ ասում են արդեն ասեկոսեն է շրջանառվում Գյումրի քաղաքում, որ կաբինետը բացում է 4-5 հոգի նստած, չգիտեմ ինչ բան, չնայած ասել եմ իմ ավագանու խմբակցության անդամներին ասել են, որ շատ հետևողական են լինելու, շատ հետևողական են լինելու Գյումրու քաղաքապետարանում ինչ է կատարվում, այդ ամեն ինչը եթե նմանատիպ բաներ է լինի, այսինքն բամբասակի գիտեք ինչ բան է, էլ չեն կարող գնալ քաղաքապետարան, որ դուրը բացում ես մի քանի հոգի նստած են այնտեղ, չգիտեմ ինչ դեմքերով են նայում, սիրելի գյումրեցիներ, եթե Գյումրի քաղաքում, Գյումրի քաղաքապետարանում մեկը մի խնդիր կունենաք, մեր քաղաքախմբակցությունը եւ անձամբ ես պատրաստ եմ բոլորիդ խնդիրները լսելու, բոլորիդ կողքը կանգնելու, հավատացած եղեք, խնդիրներ ունեք, չեք կարող մարդկանց մոդը մտնել, չեք ուզում գործող իշխանության մոդը մտնել, մեր քաղաքախմբակցությունը պատրաստ է լսելու բոլորիդ խնդիրները, դիմումները մեկ առ մեկ վերցնելու, ուսումնասիրելու եւ ձեր փոխարեն կռիվ տալու քաղաքապետարանում, որովհետեւ իհարկե օրենքի սահմանում, եթե պահանջները օրենքի սահմանում են, որովհետեւ բոլորի խնդիրներին լուծում տանք։ Ինչ է եղել Գյումրի քաղաքում։ Ինչն է այս խառնաշփոթից հայտնոտի նպատակը որն է, այդ փոթորիկը մի բաժակ ջրում ինչով է պայմանավորված։ Ինչ է քաղաքապետի պաշտոն ունենա։ Ոչինչ թող Գյումրիում մեջ ունենա։ Չնայած ես ժամանակին իմ կարծիքը հայտնել եմ այդ մասին եւ չտա ասված, բայց առաջիկայում կտեսնենք ինչ կլինի։ Իսկ ազգային ժողովի ընտրություններում ինչ կլինի, ես նոր ասում եք Արցախ թաղամասի բնակիչները իրենց պատասխանը կտա։ Նկատի ունեք ազգային ժողովի ընտրություններում։ Ազգային ժողովի ընտրություններում է, մնացած առումներում է, չի կարելի այս ընտրություններով պայմանավորված չի կարելի ամբողջ քաղաքը խառնել իրար։ Ու դրա մասին պիտի մտածենք առաջնահերթ մենք, գյումրեցիներս, տեղի ժողովուրդը, երևանցիներին ինչ կա։ Երևանցիները գալիս են, իրենց խառնակցությունը անում են, քաղաքային ընտրությունները քաղաքական ընտրությունների են վերածում, ամեն մեկը իրանց անելիքը, ով մի բան փախցրավ գնաց, ով էլ չկարողացավ, ձեռնունայն թողեց գնաց իր Երևանը, մենք այստեղ մնացել ենք մեր քաղաքի մեջը խառնաշփոթ, լարվածություն, թշնամություն, սրան նրա հետ, նրան նրա հետ, փորձում են այս քաղաքը պառակտել։ Այդ խնդիրը սրա մեջ է, որ մենք պիտի հասկանանք, գիտակցենք, որ հասկանալի է բոլոր քաղաքական ուժերն էլ ուզում են ինչ որ տեղ մի հատ process գեներացնեն, որը որ իրանք քաղաքական դիվիդենդներ ձեռք բերեն։ Բայց մենք գյումրեցիներս այդ մասին պիտի հասկանանք, պիտի գիտակցենք, որ մեր ձեռքով, մեր քաղաքի հաշվին թույլ չտանք այդ ամեն ինչ անենք։ Ընդամենը էս է։